Բարի լույս սիրելիներս, այսօրվանից սկսում ենք Հովհաննես Առաքյալի ընդհանրական առաջին նամակը։ Խոսում ենք նրա մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք և որին մեր ձեռքերը շոշափեցին, այսինքն կենաց բանը։ Ի տարբերություն մյուս առաքյալներ, ովքեր իրենց ծագումն էին ներկայացնում, իրենց կոչումն էին ներկայացնում, սիրելիներ, Հովհաննես Առաքյալը իր մասին ոչինչ չի խոսում, այլ միանգամից խոսում է Հիսուս Քրիստոսի մասին, որովհետև իր ամբողջ կենտրոնացումը Հիսուս Քրիստոսի վրա է, որպեսզի մարդիկ ճանաչեն, զգան ու ապրեն Քրիստոսով։ Ինչ այսօրվա գիտությունը մեզ սովորեցնում, սիրելիներ, որ այն ամենը, ինչ որ տեսանելի չէ, շոշափելի չէ, զգալի չէ, ուրեմն գոյություն չունի։ Եթե Աստծուն էլ մենք չենք տեսնում, չենք զգում, չենք շոշափում, ուրեմն Աստված գոյություն չունի։ Բայց այստեղ հակառակն է ապացուցում գիտական մոտեցմամբ Հովհաննես Առաքյալը, որ Հիսուսին տեսանք, լսեցինք, շոշափեցինք, զգացինք, այսինքն փաստված է նրա ներկայությունը եւ կասկածի տեղիք չպիտի ունենանք, որ ինչ որ գրված է այստեղ ճշմարտություն է։ Կենաց բանը, Աստծո խոսքը, Հիսուս Քրիստոս, ով Աստծուն հավասար էր, բայց դա հափշտակություն չհամարեց, ով Աստծուն հավասար էր, բայց խոնարհվեց, մարդու կերպարանք առավ, մարմին ստացավ, որպեսզի մարդկանց ցույց տա ճշմարիտ ճանապարհը դեպի փրկություն։ Այնպես էլ մենք, սիրելիներ, եթե որևէ բան մեզ համար տեսանելի կամ շոշափելի չէ, այն զգալի է, որովհետև դու նախ առաջ քո սրտի մեջ պիտի նրա ներկայությունը զգաս, նախ քո մտքում նրա պատկերը պիտի ունենաս, որպեսզի կարողանաս նրան ճանաչել։ Աստծուն ճանաչելու համար շատ բան պետք չէ, պարզապես պետք է ցանկություն նրան տեսնելու, զգալու եւ ապրելու։ Հովհաննես Առաքյալը տեսավ, զգաց, ապրեց եւ փաստեց, որ այս ամենը կասկածելի չէ։ Եվ եթե դու քո կյանքի մեջ կասկած ունես, ուրեմն թույլ տուր, որ Հիսուս բացի քո սրտի դուռը, սիրելիս։ Եթե դու կասկած ունես, թույլ տուր, որ Հիսուս մոտենա քեզ։ Որ պահին, որ դու թույլատրեցիր, Հիսուս կդառնա քոնը, դու էլ Հիսուսինը, եւ կենաց խոսքը կգա ու կբնակվի քո մեջ։